Ճամպրուկներով ապրելն այնքան բարդ է, հատկապես երբ ամենակարևորները չեն տեղավորվում դրանց մեջ։ Դու անգամ ժամանակ չես ունենում հագուստներդ ընտրելու։ Հետո մոռանում ես, ինչ ես տեղավորել ճամպրուկում, մի ամբողջ կյանք հիշելով, կարոտելով չտեղավորվածներին ու չտեղավորվածները։ Փախստական ասելիս շատերը չեն պատկերացնում, որ ոչ թե կարգավիճակ, պիտակ է, այլ մարդ, սովորական մարդ, որի տարբերություն մյուսների միշտ ճամպրուկված է, ճամպրուկված անկարևոր իրերով։ Փախստական դառնալը ընտրություն չէ, բայց թե մենք ինչպես ենք արձագանքում այդ խնդրին, դա ընտրություն է։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով աշխարհում կա մոտ 122 միլիոն բռնի տեղահանված մարդ, որոնցից ավելի քան 42 միլիոնը փախստական է։ Հունիսի 20-ին ՄԱԿ-ն ընդգծում է մարդկանց արժանապատվությունն ու իրավունքները, որոնք հալածանքի պատճառով ստիպված լքել են իրենց հայրենիքը, փրկության որոնման ճանապարհով։ Ցավոք այսօր քիչ բան կա նշելու աշխարհում փախստականների արժանապատվության եւ իրավունքների պաշտպանության առումով։ Միջազգային հանրությունը կանգնած է փախստականների ճգնաժամի առաջ Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում եւ Եվրոպայում, բայց պատշաճ արձագանք չկա։ Միլիոնավոր տեղահանված մարդիկ, այդ թվում փախստականները, շարունակում են մնալ անձնական լուրջ վտանգի առաջ։ Այս տարի ՄԱԿ-ը սահմանել է համերաշխություն փախստականների հետ խորագիրը։ Այսօր մենք հիշում ենք միլիոնավոր փախստականների, որոնք ստիպված են եղել փախչել պատերազմից, հալածանքից կամ աղետից, ասել է Անտոնիո Գուտերեշը։ Այդ մարդիկ իրենց մեջ կրում են խորը կորստի պատմություն, ընտանիքներ, որոնք արմատախիլ են արվել, նրանց ապագան տապալվել։ Շատերն այսօր բախվում են փակ դռների ու աճող օտարացիության ալիքի։ Սուդանից մինչև Ուկրաինա, Հայիթիից մինչև Մյանմա պատմության մեջ աննախադեպ թվով մարդիկ փախուստի մեջ են, պայքարելով իրենց կյանքի համար, այն ժամանակ, երբ նրանց աջակցության ծավալը շարունակ նվազում է։ Հայաստանը եւս անմասն չի մնացել այս իրականությունից։ Մեկ դար եւ 10 տարի առաջ հայերն արևմտյան Հայաստանից դերձորով բռնեցին գաղթի ճանապարհը։ 2020 եւ 2023 թվականներին Արցախից Բերձորի միջանցքով նորից գաղթեցին հայերը, որոնց շարքում էին կրկնակի, անգամ եռակի տեղահանվածներ։ Զինված բախումների, պատերազմների արդյունքում շատ ավելի շատ փախստականներ են հայտնվում եւ ի հայտ գալիս, քան պատերազմի զոհեր եւ այլ տուժածներ։ Այսինքն բռնի տեղահանությունը դարձել է ժամանակակից պատերազմների ընդգծված ռազմավարություն եւ օրեցօր շատացնում է փախստականության հիմնախնդիրները։ Այսօր Հայաստան են գաղթում նաեւ հարավային սահմանից, Իրանից հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց հոսքը հունիսի 13-ից սկսած չի դադարում։ Հայաստանը 2022 թվականից փախստականներին ընդունել է նաև Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ 2011-ից Հայաստան են գաղթել նաև սիրիահայերը, 2004-ից Իրաքից են եկել։ Նրանցից շատերն ունեին փախստականի կարգավիճակ։ Հայաստանում կան նաև հաշված թվով փախստական աֆրիկացիներ Կամերունից, Կոնգոյից, Սուդանից։ Պետք է կռվել։ Պետք է կռվել։ Բայց արդեն մորթվում էին մարդիկ։ Պետք է կռվել, պետք է կռվել։ Մորթվում էին արդեն։ Պետք է կռվել։ Քանի ընտանիք էր, պետք է կռվել։ Ալեն Սիմոնյանի այս խոսքն ուղղված չէ Իրանից, Ռուսաստանից կամ Ուկրաինայից բռնի տեղահանվածներին, այլ սեփական հայրենակիցներին, Արցախից գաղթած։ Պետք է կռվել։ Պետք է կռվել։ Իսկ երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նրանց 5000 դրամանոց ցույցի մատերիալ է կոչում։ Վերհիշելով Գուտերեշի խոսքը, շատերն այսօր բախվում են փակ դռների ու աճող օտարացության ալիքի։ Անի Աբախյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։